իրենց դրոշակը այդ խաղաղությունն է եւ իրենք փորձում են ովքեր իրենց դեմ են ներկայացնեն որպես պատերազմի կողմնակից եւ այլն, իսկ միտքը ինչու՞մն է, որպեսզի մարդկանց այդ անդադես 5 տարի այդ հոգեբանական բանի մեջ ճշմարտակ որ պահել են որ խրա պատերազմը լինի 20 թվի այդ պատերազմը որ մարդիկ տեսել են որոշակի վախեր կան հանրության մեջ ինքը փորձում է դրանով ճնշել մարդկանց եւ ուղղորդել որպեսզի եթե ինձ չեք ընտրում ուրեմն դուք ընտրում եք պատերազմը սրանով փորձում են մարդկանց ուղղորդել որպեսզի քվեներ ստանան հասարակ մանիպուլյացիա է բայց որը որևէ արդյունք չի տալու Բայց երբ որ Փաշինյանն ասում է, որ ծնկի է բերելու ընդդիմադիր երեք ուժերին, սա արդյոք դուք կարծում եք մանիպուլյացիա, թե կոնկրետ գործողություններ հաջորդելու են այս ամեն ինչին։ Հնարավոր է, եթե մարդը ինքը անհավասարակշիռը, եթե ինքը անհավասարակշիռը տիրապետում է տենց ահռելի ռեսուրսի իշխանական ուժին, կարող է ամեն ինչ անել։ Հիմա տենում ենք մարդկանց կալանավորում են, ձերբակալում են, ինչ որ անհիմն բաների համար մեկուսացնում են նույն Սամվել Կարապետյանն այսօր պահում են տնային կալանքի մեջ ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդն է, ով պետք է հիմա դուրս գա ժողովրդի հետ շփվի, ասի ես սա եմ անելու, այս ծրագիր մարդկանց հետ հանդիպի, ուղիղ լսեն իրեն, բայց ինքը մեկուսացրել է